Ավելի քան 85 տարիներու պատմություն ունի Ժուբելի հայկական որբանոցը զորմենք հայերս Թշնոց բուն կը Ան կը գտնվի Բեյրութ քաղաքեն 35 կիլոմետր հեռու պատմական Բիբլոս քաղաքի ծովեզերիա ավերակներուն հարավագողմը։ Նախաբես մինչև 1926 Թշնոց բունը ծանոթ էր որպես ամերիկյան մերձավոր արևելքի նպաստամատույցի դղոց որբանոց անունով։ Համաշխարհային առաջին պատերազմը հայության համար պիտի վերջանար անհաշվելի աղետներով։ 2.5 միլիոն հայություն դեղահան եղած իր օջախներեն պիտի բռներ մահվան ճամփան դեպի Սուրիո եւ Միջագետքի անապատները։ 1.5 միլիոն հայեր զոհ պիտի երթային Թուրքի սրածության, սովին եւ համաճարակներուն։ Պատերազմի վախճանին բանակը պիտի կազմեին մահեն մազաբուր ձայն որբերը, որոնք իրենց հարազատները գործընծուցած պիտի դարուբերեին կյանքի եւ մահվան միջև։ 1907-ին օրիորդ Մարիա Յակոբսեն լագավին 25 տարեկան երիտասարդուհի կուկա խայպեր ծառայելու համար դեղուն ամերիկյան հիվանդանոցին մեջ։ Համաշխարհային առաջին պատերազմի ընթացքին, երբ ամերիկացի միսիոնարները գեհրանան եւ հայկական գավառները գամայանան, անդերո ամբաշպան ցկելով ող մանուկները հայոցածքին, օրիորդ Մարիա Յակոբսեն կպատասպարե զանոն կախնի վայրերու մեջ անոնց կայտատեսնունդ եւ բժշկական խնամք։ 1926-ին Ժուբելի ամերիկյան որբանոցը կփակվի եւ ամերիկյաններ Էստրիլիվ բարեսրական գազագերբությունը գեհրանա միջին արևելքեն մեջտեղ ցկելով շուրջ 5000 որբեր։ 2 տարի յետ 1928-ին այս որբանոցին իրեղեններն ու գալվածը կգնվի Թանյո մեջ գործող KMA քրիստոնեական գազագերբության կողմէ։ Օրիորդ Մարիա Յակոբսեն հոն կհաստատվի իր հայ որբուքներով, միշտ իր վրա գրելով Թշնոցբուն հատկանշական անունը։ Գոչված մամա իր տանյացի եւ հայ գործակիցներուն կողմէ կղեկավարի այս հաստատությունը խնամելով եւ գրտելով հազարավոր որբ ու որբույներ մինչեւ իր մահը 1960 ապրիլ 6-ին։ Իր պապակին համաձայն լինքը թաղեն Թշնոցբունի շրջապագեն ներս։ Իր մահեն յետ Թշնոցբունի հաջորդական դնորեններ կամ պատասխանատուներ կնշանակվին օրիորդ Աննա Յակոբսեն, հանգուցյալին քույրը, օրիորդ Մագդա Սորենսեն, Բադվելի Օլուֆ Պասկե եւ բարոնյոն Ստյուդի։ Թշնոցբունի իր կյանքը կշարունակե մինչև 1970, երբ KMA կետրոնի վարիչները կդուրակրեն հաստատությունը փոխանցել հայ ժողովրդին։ Այս կստով 1 հուլիս 1970-ին Թշնոցբունը կհանձնվի Մեծիդան Անգելիկիո կաթողիկոսության խնամադարության։ Այնուհետև հայ ժողովրդի հանդեպ ամբաշտան որբերը եւ տեվազետ տերչիկները կվայելեն Գիլիկիո կաթողիկոսության ու անոր սրբազան քաղաքներուն հայրական սերն ու կուրկուրանքը։ 1973-ին Թշնոցբունը կլիազորվի գրթական նախարարության կողմէ թիվ 6417 հրամանագրով։ Ժուբելի ներկա դնորեն բարոն Գևորգ Թորոյանի հետ հարցազրույցը յետ տեղեկացանք, որ Թշնոցբունի աշակերտության թիվը միշտ տարուբերած է։ Հստակ կերպով թիվը չի եղած։ Եղած են տարիներ, երբում ուշած են 40 ուսանողներ, իսկ տարիներ ավելի քան 200 ուսանողներ։ Այս դարաշրջանին աշակերտության թիվն է 43։ Աշակերտությունը կներկայացնի հետևյալ պատկերը։ 500 հորմե եւ որմե որբ մնացած, 40 միագողմանի որբեր, մայր կամ հայր գործընծուցած, 35 ամուսնալուծված ծնողները, 11.2 ընկերային հարցերը տարաբող, 700 ծայրաստիճան աղքատ, 1.8 ցերեգոտիկ աշակերտներ շրջակա վայրերը։ Աշակերտությունը բաժնված է 3 շենքերու մեջ՝ մեծ տղաք, մեծ աղջիկներ,
և մանկաբարձի աշակերտն է։ Գա ուրիշ շենք մը կառուցված Կարագոզյան ընկերային կետրոնի կողմէ եւ կգրէ անապահով երեխաներու վայրածադանը։ Բաժինին նպատակն է պատասպարան հանդիսանալ Կարագոզյանի այն աշակերտներուն, որոնք ընտանեկան հարցերը կտարաբին եւ կուզեն հեռանալ իրենց տուներեն։